Ողջույն բարեկամներ, այսօր ես ձեզ ցույց եմ տալու, թե ինչպես են քպեականները փախչում արդեն։ Այո, արդեն փախչում են առանց գիտակցելու, արդեն իրենց մատնում են իրենց հոգեվիճակը, թե ինչպես են իրենք ունակ իրենց տիրապետելու ոչ ստանդարտ իրավիճակներում եւ արդեն կարող ենք պրոյեկտել, պատկերացնել, թե ասենք մի շատ կարճ ժամանակ հետո ինչա կատարվելու իրական քաղաքական դաշտում։ Բայց միջև այս մանրամասներին եւ օրինակներին անդրադառնալ, ես ուզում եմ ձեր հետ նայենք սա։ Ինչ հոյակապ տեսարանը։ Սա մենա։ Սա որ ասեմ մենա, սա նրանցն է, ում համար այս ամեն ինչը հոգեվոր իմաստով կարևոր է։ Ով այս ամեն ինչը նայելուց հոգեվոր կապվածություն է զգում, ով այս ամեն ինչը նայելով հոգեվոր պատասխանատվություն է զգում այս ամեն ինչի համար։ Սա նրանցն է։ Նույնիսկ սա ազգություններ կապ չունի, որովհետև Հայաստանում կան ապրող եզդիներ, հրեաներ, ռուսներ, այլ ազգիներ, որ նայում ու հավատացեք զգում են այն ինչ որ մենք ենք զգում։ Իսկ ով որ նայում չի զգում, դե բնականաբար ոչ մի կապվածություն չունի, եթե կապվածություն չունի մարդը, դա իր համար արժեք չի կարող ներկայացնել։ Այնպես որ մի նեղացեք, եթե դուք մարդ եք տեսնում, իհարկե եթե կարելի է դրանց մարդ անվանել, եթե դուք մարդ եք տեսնում, ում համար այս ամեն ինչը էական նշանակություն չունի։ Դուք ուղղակի ձեր դիմաց տեսնում եք պլաստմասե, անհող, անհայրենիք մի մարդ։ Եթե կարելի է նորից բիոլոգիական իմաստով, այո, մարդ։ Բայց գնանք նրան սերմանից ինչ որ ես խոստացել էի ձեզ ցույց տալ։ Մտեք էս տեսա։ Փախնում են, փախնում։ Սա նայեք։ Սա էլ երկու առաջ է։ Դենիքի համար ինչ եք արել։ Ինչ խղճով եք ընդհանրապես գալիս երրաբլուր։ Լսի գնաս տերից նա։ Չհրեք ինձ։ Չհրեք ինձ։ Ո՞րը խղճիտ մասի խոսայի օտար երկրի ագենտ։ Օտար երկրի ագենտը դուք եք։ Ձեզ ասում են, Այսօր մի սադրեք։ Փախի։ Տեղը քո տեղը չի։ Ձեր տեղը չի։ Ձեր տեղը Եվ նույնը դատախազը նայեք։ Դուք ձեր անպատժելիության, ձեր գործունեության գլխավոր դատախազի հետևանքը չեք տեսնում։ Տիկին Վարդապետյան կարծում ամենքով Փաշինյանի գրառումը ձեզ էր ուղղված, այն մասին, որ պիտի կարգելիչ միջոցառումներ իրականացվեին։ Հարգելի անվտանգություն, դուք ուղղակի լավ բաներ չեք անում, լավ բաներ չեք անում։ Մի խաթարեք։ Տիկին Վարդապետյան, Փաշինյանի գրառումը։ Օգնություն եք խնդրում, մարդ պիտի մեռնի նոր օգնեք։ Մի խոսքով։ Այս ամեն ինչի մասին է։ Փախչելու։ Դուք հասկանում եք, այս սրանցից ոչ մեկը երկրորդական մարդ չէ։ Ոչ մեկը ունակ չի կանգնել պարզ ճակատով իրենց տված հարցերին պատասխանել։ Փախչում են։ Սա լինելու է համատարած։ Հասկացեք, սա հոգեվիճակ է, իրանք չեն մտածում իրենք ինչ անեն։ Իրենք չեն մտածում, իրենք հասկանում են, որ իրենց ներքուստ կոմֆորտնի չի, հարմարավետ չի իրավիճակը։ Եվ ինչ է մնում այնտեղ։ Փախնել։ Ընդ որում այդ ընթացքում խփել հղի կնոջը, վիրավորել լրագրողին, իր անվտանգության աշխատողներով հրելով, տեղավորվել մեքենան ու փախչել։ Գորգ ջան, սա հոգեվիճակ է։ Հիմա ես գալիս եմ մյուս կողքին, դրանց պաշտպանողներին, դրանց անվտանգությանը, սրանց համար աշխատող ոստիկաններին։ Դուք չեք զգում, որ իրանք գոյություն չունեն։ Դուք չեք զգում, որ իրենք նույնիսկ ձեր կողք իրանց պաշտպանված չեն զգում։ Դուք ձեզ թվում է, այս ոչխարները ձեզ են պաշտպանելու։ Լսեք, ոչխարի հոգեբանությամբ կամքով, ոչխարի կամքով մեկը չի կարող լինել ղեկավար, զորավար։ Դուք հասկանում եք, այս առյուծների բանակը ղեկավարում են այս ոչխարները, դրա համար էլ այս արդյունքը։ Դուք ինչ եք կարծում, սրանք ունակ են շարունակել ձեզ ապահովել լավ կյանք, չգիտեմ, բնակարաններ, պարգևատրումներ։
իրենք նույնիսկ իրենց վարկագիծը արդեն չեն կարողանում կառավարել։ Ընկեր պագոնավորներ, բերետավորներ։ Ձեր մասին առանձին եմ այսօր խոսալու, որտեղ ինչ որ արդեն դուք եք անում, սա արդեն կարմիր գիծ է։ Ու ես այսօր մանրամասն դրան անդրադառնալու եմ։ Ընդ որում նաև ձեզ հիշեցնելով ձեր ապագան։ Փախնելով հանդերձ բոլոր տեղերում եւ ազգային ժողովում եւ փողոցում եւ Եռաբլուրում համոզմունք ունեն իրանք, որ ժողովուրդը ՀՀ կառավարման մեծ տրված մանդատը երկարացնելու է։ Ինքը համոզմունք ունի։ Բա ինքը համոզմունք ունի, դրա համար է փախչում։ Ինքը համոզմունք ունի, դրա համար է իրան պատ է պատալի։ Ինքը համոզմունք ունի, դրա համար է դիակը ներողություն, դեմքը արդեն դիակի դեմ։ Դուք չեք նկատել իր դեմքի արտահայտությունը։ Մեղնելուց առաջ sense դեմք են ունենում։ Մարդ, որ չգիտի վաղ ինչ է գալու գլխի։ Ոչ կնիկներ արդեն կողքը չի, ընդհանրապես կոնտրոլը կորցրել է։ Որտեղ արդեն չգիտի ով է իրան կառավարում։ Այն ժամանակ հստակ գիտեր ով է կառավարում, հիմա չգիտի ով է կառավարում։ Ով։ Հենց այդ կողքերը նայեք։ Պատկերացրեք մի կուսակցություն, որի ղեկավարը սա է։ Ով պետք է իրան adekvat որոշումներ ուշի։ Միլիցիա, հա? Այն դատախազ, այն գայշնիկը, այն տգետը, որ փախնում է, խփելով աչուզախ։ Լսեք, դուք բոլորդ փախչող եք, ու բան չի մնացել։ Կարևորը գիտեք ինչն է, որ դուք ներքուստ գիտեք, որ արդեն ժամանակն է։ Նույնիսկ իշխանության մեջ լինելով, նույնիսկ վստահ լինելով, որ ձեր կողքը կանգնած այս մահակա, դուք արդեն փախչում եք։ Իսկ գիտեք ես ամեն ինչ գիտեմ։ Պրակտիկա։ Բնության մեջ այս պարագայում գիշատիչները այս վախը, հոտը զգում են օդի մեջ, որովհետև այս վախը հորմոն ունի եւ այդ հորմոնը հոտ ունի։ Հենց զգում են այս հոտը, գիշատիցը հենց այս ժամանակ էլ հարցակվում է, որովհետև գիտի, որ դիմացինը արդեն վախում է եւ ամենաճիշտ ժամանակն է իրան հոշոտելու։ Բայց մենք գիտակից չենք, բայց դա չի նշանակում, որ մենք չենք հասկանում դիմացինի հետ ինչ է կատարվում։ Սա բոլոր նրանց համար, ովքեր դեռ մտածում են, որ դուք ապագա ունեք։ Ես ասել եմ, չէ՞, դուք ապագա չունեք, ապագա չկա։ Մանավանդ որ ժողովուրդը ձեզ ասում է գնային վիժվածքին ասա, թող իր խոսքի տերը լինի։ Այդ վիժվածքը որ ասում են, դուք բոլորդ եք։ Դուք բոլորդ Պաշտպանության նախարարությունը, վարչապետը, ԱԱԾ պետը, քննչականի պետը, բոլոր նրանք, ովքեր խոստացել են ինչ որ մի բան, եւ ինչ որ մի բան չէ, ասես տուփերով, հատորներով բաներ եք խոստացել եւ ոչ մի բան չեք արել։ Նեսօր այդ վիժվածք ասածը վերաբերվում է բոլորիդ։ Եվ այսպես, ինչ է կատարվել այսօր։ Այսօր ինձ զանգեցին այս ընկերները, Անետ Կորասերի հարազատները, ու ասացին, որ իրենց վրա ձեռք է բարձրացվել։ Նայեք։ 24 նյուզի հարգելի հետևողներ, իրավիճակը գերլարված է, ծնողները, Անետ Կորածների հարազատները փակել են անցագրային կետը դրսից, ներսում նաև մեծաթիվ ռազմական ոստիկանության։ Մենք իհարկե կանադառնանք։ Փակվել են ներսից, սա փախչելու եւս մեկ ձև է։ Պահանջատերները դուրս նրանք փակվել են ներսից։ Սա փախնելու նույնպես ցուցանիշ է։ Ընդ որում, այն որ ասում է ինքը վստահություն ունի, որ նրանց ձեն են տալու։ Ալիևը բարևներ է ուղարկում իրան։ Budur örtük götürülür ve demir yumruk bütün halkımızın her bir nümayendesini Էսի Նիկոլին տապալող ձեռքն է։ Նիկոլին մեզ չէ։ Ալիևը սա ներկայացնում է որպես իր հաղթական ձեռք, բայց սա Նիկոլին տապալելու ձեռքն է, մեր հետ կապ չունի։ Հա? Միևնույն ժամանակ այս տապալվածը համոզմունք ունի, որ ժողովուրդը իրենց տված մանդատի ժամկետը երկարացնել է։ Նո, չէ։ Ժողովուրդը քեզ ասում է վիժվածք, արի պատասխան տուր։ Ալիևն էլ ասում է, քեզ ջարդել եմ, ել եմ ջարդել։ Հիմա հարց, ով է քո տերը, ով է քեզ պաշտպանելու։ Այն վիժվածքները, որ կողքերիցդ փախնում են, կապիկի նման, ով է քո հենարանը, քո դատախազը։
ով է քո հենարանեն գայշնիկը թե խոշոր երջերավորալենը ով Արարատը առաջի ծնգոցի ժամանակ բոլորը փախնել են ով են ուսուցչուհին ով է քո հենարանը որ քո անտեր դու հենարան չունես դու արդեն կորած երևույթ ես բայց դու պետք է ասես սա դու պիտի ասես են խոշոր երջերավորան ասությունը պետք է ասեն չխանձած խոզը պետք է ասի որ մնացած են բիոզանգված են կլոր աշկերով են կյանքում ոչ մի բան չի տեսել որ ասի օրա շեֆն ասում է մեզ ձեն են տալու կարող է մի բան գիտի որ ասում է միանգամից ասեմ չէ չգիտի չէ ուղղակի ասում է որ ձեր նման անասունները հավատան ու պահեն իրան իշխանության միջև ասեն գոնե մայիս ամիս ինքը դրա համար ասում որովհետև գոնե մայիսին հենց զգաց արդեն ամեն ինչ կորած է ինքը նախ փախնող է այսինքն վայրկենական դուք չեք իմանալու դու առավոտ արթնանալու եք ու մեկ էլ տեսնեք օլալա դուք այլևս իշխանության չեք եւ իդեպ խնդրանք բոլորին սրանցից մեկին որ տեսնում եք լրագրողներ մանավանդ դուք առաջին հարցը ամեն տեսնողին ընկերաբար սիրալիր հարցրեք իսկ դուք մտածել եք այն հաջորդ առավոտ երբ որ դուք հանգարց պարզեցիք որ այլևս իշխանություն չեք ինչ եք անել հարցրեք ոչ վիրավորական ոչ ագրեսիական մեջ է ձեզ չեն կարող դա համար քրեական պատասխանատվության ենթարկել հա դուք Շիրիմյանը չեք որ ասեք նա հարցերը պետք է լուծել այն ասում են Վարդանիկի հարցերը պետք է լուծել պատերազմ պետք է հայել նրան ոչ մի բան չեն անում նրանք ասում են մեծ ձևով մեր հարցը կլուծենք նրան տանում դատում են հա մենք գիտենք չէ տարբերությունը դուք նման բաներ մի ասեք ուղղակի հարց տվեք մտերմաբար ասեք ամեն անգամ ում սանցից տեսնում եք իսկ դուք մտածել եք այն նորմալ մասին որ առավոտը արթնանում եք եւ հասկանում եք որ դուք այլևս իշխանություն չեք ինչպեսին է ձեզ զգացմունքները ոնց եք պատկերացնում ձեր ապագա կյանքը Հայաստանում պատասխանի միլ սպասեք ասեք թող գնա թող մտածեն ամեն անգամ թող լսեն սա ամեն անգամ իրանք պետք է լսեն ինչքան շատ լսեն այնքան կհասկանան որ դա այնքան ռեալ է ու մոտիկ է հասկացեք հոգեբանության մեջ սա փորձարկած բան է իրանք սկսում են մտածել դրա մասին անպայման մեղի նման մտնում է իրանք ենթագիտակցության մեջ որովհետև եթե մենք չենք ասում իրանք թվում է դա չի լինելու որովհետև իրանք հոտը ղեկավարող Փաշինյան Նիկոլը իրանց ասում է ինքը համոզմունք ունի որ այսքան կոտորվելուց հետո այսքան կորուստներ ունենալուց հետո իրենց ձեն են տալու եւ այսպես հարցրեք լրագրող չեք եթե առիթ ունեք սրանց տեսնելու հա հիշացրեք որ մեզ զավակների կյանքի գնով պահածողը թղթապանակի պես հանձնում ընդունում արեցին որ ժողովուրդը սա գիտի ինչ եք արել դուք ժողովուրդը ամեն ինչ հիշում է ու ասում է ձեզ չեն ներելու ու մի պահ պատկերացրեք որ այդ օրը եկել է ու այդ օրը շատ հեռու չի մանավանդ Սեղնայինքն է դե հիմա վերադառնանք այս տեսարանին Դուք հասկանում եք գազանանոց մի կողմը հայերեն մյուս կողմը Եղնիչերիներ մի կողմը հայերեն որոնք որդիներ են կորցրել մյուս կողմը Եղնիչերիներ ու Վանդակի հետևում են տղեկ այդ Վանդակը իրականում ձեր տեղն է ընդամենը ուղղակի այդ Վանդակի մնացած բացվող մասերն է պետք հակել որ դուք հավերժ մնաք այդտեղ դուք իրականում ձեր տեղում եք տեսեք հայերը դրսում են կանգնած Վանդակի այս կողմում են դուք ձեր տեղում եք դուք Վանդակի մեջ եք ասում եմ մնացել է այն ծակուցուկերը փակենք ու դուք ձեր ձեռքով փակելու եք եթե դուք էլ չփակեք Նիկոլնա ձեր համար փակելու վստահ եղեք որտեղ այսօր ծառայել Նիկոլին նշանակում է փակել ձեր վանդակները գնաք առաջ
Զգացիք եմի ոստիկանը, ես մի անասունին քաշում եմ մի կողմ, ասում մի քաշքշի արա, ու դու տավար չես։ Այստեղ կարծես, ես նույն տղեն է, բոլորին հանգստացնում է, հեռու է տանում։ Դուք գոնե գիտեք սրանք ովքեր են, այս մարդիկ ովքեր են։ Իրենք ձեր տարիքի երեխեք են կորցրել։ Դուք կարող եք լինել նրանցտեղ։ Ինչու եք մտածում, որ դուք կարող եք չեք կարող լինել, երբ որ ձեր գոլեգաներին Փաշինյան Նիկոլը հավաքեց, տարավ լցեց բարակդարների տակ, լցեց մշակույթի տանը, դռները փակեցին, հրթիռով բոլորը ոչնչացաք։ Դուք հասկանում եք գոնե դուք ինչ եք անում։ Ես կարող եմ ենթադրել ու իրավունք ունեմ ենթադրելու, որ դուք լրիվ համաձայն եք նրա հետ, այն ինչ որ կատարել է Փաշինյան Նիկոլը։ Ոսն Փաշինյան Նիկոլեսի հավաքական կերպար է, այնտեղ մտնում է Փաշինյան Նիկոլ, Տոնոյան, չգիտեմ, Դավո, այնտեղ շիշ բռնող, այնտեղ բոլորը, այսենց։ Պատրոն Դավիթ, բոլորը մտնում են մեջը, բայց ասում եմ չմտածեք, մենակ Փաշինյան Նիկոլն է, սա մի հսկայական համակարգ է, որ հերթով իրանց ներկայացուցիչներին սպանում են իդեպ։ Սպանում են։ Մարդը ցուցմունք է տալիս ու ասում է, որ ինձ ասել են, քեզ կսպանենք, Գասպարյան Բովան ասել է, ինչ ես տեղ մնում, փախի, եթե բախտդ բերի կապրես, եթե չեն դե կսպանեն, ու տենց է լինում է։ Մի խոսքով վերադառնանք սրանց ոստիկաններին։ Ես կարող եմ մտածել, որ դուք այո կողմ եք այս ամեն ինչը։ Դուք ընտանիք, երեխեք, բան, հասկանում եք, որ դուք ստիպում եք մեզ, որ մենք հանձնվենք, որ դուք ձեր երեխեքին հանձնեք թուրքերին։ Այս մարդիկ, որ պայքարում են իրենց երեխեքին փրկելու կամ ինֆորմացիա ստանալու համար, այ անասուններ պայքարում են, որ ձեր հետ նույնը չկատարվի։ Սա գիտեք ինչի է նման։ Շատերը ներվել են, որ Տիգրան Քյոսայանի մահվան վրա մարդիկ կային ուրախացած էին, ինձ ասում եմ, մաման մեկ է մեռել թե չէ, բայց զարմանում է, որ 5-րդ շարասունն է լացում այդ առումով։ Հետո գիտեք ինչ հասկացա։ Ախր դուք եք սովորացել, որ մարդու մեռնելու վրա կարելի է նաև ուրախանալ։ Չէ՞ որ դուք եք հրճվում, երբ որ ռմբակոծում եք, ասենք Ուկրաինայի հիվանդանոցները։ Հասկանում եք, դուք հիմա ասում եք, թող մորանդ Մարքսեն ինչ որ ադել են ձեր երեխեքի հետ, որ հաջորդիվ անեն մեր երեխեքի հետ։ Ասածս դա է։ Հասկանում եք, որ այս մարդիկ պայքարում են, որ նույն բանը չլինի ձեր երեխեքի հետ, ձեր հետ, ձեր սերունդների հետ։ Դուք մեզ ասում եք չէ, այս մարդկանց ասում եք չէ, էս նորմալ արա։ Թող սա մարսեն, որ հաջորդը անեն։ Հաջորդը կարող եք լինել դուք, ձեր բարեկամները, իմ բարեկամները։ Լավ, եթե թքած ունեք իմ նման մարդկանց վրա, ձերն էլ կարող է լինել։ Դուք հիմա ասում եք, թողեք, որ դա շարունակություն ունենա։ Նույնն է, ոնց որ ուրախացել են, որ մարդու մեռնելու է պետք է ուրախանալ, եթե ռմբակոծել են հիվանդանոց, չգիտեմ, մանկական խաղահրապարակ, բան։ Հոյակապը դա հաղթանակա պետքա ցնցա, դուք սովորել եք, որ մարդու դժբախտության մահի վրա կարելի է ուրախանալ, հիմա նա ուրախանում են նրա։ Բայց դուք նույնն եք անում։ Ախր չեք մտածում, որ այս կյանքը միակողմանի է, միակողմանի չի։ Ինքս էներգիա է, այսինքն պատտվում է։ Դու արել ես, հետա գալի, արել ես, հետա գալիս, հետա գալիս։ Դա այսքան բարդ բան եմ ասում։ Գրեք, եթե ես բարդ բան եմ ասում, Ժորժ ջան։ Դրանք վերջ ինչով վերջացան։ ու ես քայի քեզի պես քաշեի ու դուրը տուր։ Եթե քուցենով է քեզի համար։ Հիմա տարբեր գույնի համազգեստով ոստիկաններ, բերետավորներ, ես չգիտեմ ձեզ ոնց կարելի ասել։ Իրավիճակը այսպեսին է։ Պատկերացնենք երկու տարբերակ։ Դուք հաղթել եք։ Այս մարդկանց ուղարկում եք դու։ Նիկոլը մնում է իշխանության, էլ բողոքող բան չկա։ Նիկոլը հերթով սկսում է տալ։ Սյունիքն է տալի, Գերարդունիքն է տալիս է։
Ես գիտեք ինչն եմ հիշում։ 13-14 թվականին դեռ ես երբ որ Հայաստանում էի, մեկ որ կռիվ էինք տալի փողոցում, ոստիկանները թաքուն շնորհակալություն էին հայտնում, որ մենք իրաց գործն ենք անում։ Եվ մեզանից էլ ներողություն էին խնդրում, որ իրենք չեն կարող մասնակցել, բայց հնարավորինս աշխատում են չխանգարեն։ Իհարկե կային անասուններ, որոնք գնում էին մազային փոխում, այդ էլ կար, բայց մնացած կա շնորհակալություն են անում, որ մենք իրաց գործն ենք անում, որտեղ հասկանում են, աղբի ջան, հոսանք պիտի չթանկանա, էլեկտրականություն պիտի չթանկանա, գազը պիտի չթանկանա, անօրինական շինարարություններ պետքա չլինեն, այս կամերաներ, կարմիր գծեր, մի խոսքով դրանք պետքա չլինեն, բայց իրանք չեն կարող անում անեին, համազգեստ կար, տեսեք, սա էքզիստենցիալ խնդիրներ չէր, բայց այն մասը, որ անասուն չէր, մարդ էր, էլի համազգեստ կարվել է, դեցել ալին։ Հակում շնորհակալություն էին ատում, որ մենք իրաց գործն էինք անում։ Հիմա այս մարդիկ արա ձեզ են ուզում փրկել։ Հələ մի պատկերացեք, իրանք չկան։ Ո՞վ է ձեզ փրկելու արա։ Փաշինյան Նիկոլը, իրանք արդեն իրաց չեն կարողանում փրկել։ Հիմա այսքանը ինձ վստահ եմ հիմա գրելու են։ Մեկը դրանք չեն հասկանալու։ Okay։ Գոնե ինչ որ մի շերտ կլինի, որ սի մտածել։ Ես չեմ ուզում դուք ինձ հետ համաձայնվեք։ Ես ուզում եմ դուք մտածեք։ Կարող ձեր բարեկամներն են նայում, ձեր երեխեքն են նայում։ Ես չգիտեմ, հազարներ մարդ է նայում։ Ուղղակի ձեզ ասեն, բանը մտածեք դուք ինչ եք անում։ Մտածեք, եթե այս մարդկանց հաղթեն, ասկան մեր պետությունը կործանվի։ Մեր ինչ ա լինելու։ Այս աշխատավարձը ձեզ թվում մնալու է։ Հա։ Ո՞վ է ձեզ աշխատավարձ տալու։ Ալիևը, դուք չեք հասկանում, որ դուք Ալիևի կատարած հանցագործություններն եք հիմա կոսկում, որ այս մարդիկ չբացահայտեն։ Այսինքն դուք ծառայում եք Ալիևին։ Արա ձեր մեջ հայ, չգիտեմ, չասեմ էլի նամուս թասիებ, ես գիտեմ, որ չունեք։ Արա, լավ, գոնե ասենք, չգիտեմ էլի, տարական զգացողություններ չկա, որ պաշտպանության, ինքնապաշտպանության բնազդել չունեք դուք։ Ինքնապաշտպանության բնազդ ամեն կենդանի ունի։ Ամեն կենդանի ունի ինքնապաշտպանության բնազդ։ Դա դուք չունեք։ Դուք այդ կարգի կենդանի եք, որ այդ բնազդներ չունեք։ Չգիտեմ։ Ես չգիտեմ ձեր հետ ոնց խոսամ։ Տալսին։ Զոհված ծնողների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանների դեմ քրեական գործ հետապնդում չի հարուցվի։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Կանաչ լույս տղեկ, զոհվածի ծնողը, քաղաքացի է, բաց ունեցեք, ջարդեք, սպանեք, ինչ ուզում եք արեք, ձեր վրա քրեական գործ չի հարուցվելու, բայց ինքի կարևոր բանը չի ասել, առայժմ չի հարուցվի, առայժմ, այսինքն քանի ինքի իշխանության մեջ է, բա հետո, ինքը գիտեք ձեզ ինչ է, ձեզանից ինչ է սարքում, հարգելի ոստիկաններ, կներեք, որ ձեզ հարգելի եմ ասում, ըմբռնումով մոտեցեք էլի, դուք ինչ հարգելի, ձեզ սարքում է կենդանի, գործիք, անուղեղ բութ գործիք, ասում է, դու հանցագործությունը, արա, դու պրոբլեմ չունես, ընդամենը կախվածության մեջ ես լինելու ինձանից, ընդամենը որ հանկարծ մի բան փորձես, ինչ անես, դու լինում ես ուղղակի սենց կախված ինձանից, կգնաս այդ արածիդ համար կնստես, տեղում, այսինքն ցանկացած հանցագործություն այսօր անող ոստիկան, ցանկացած ինքը ուղղակի դառնում է պատանդ իր հանցագործության համար, դուք օրգանում աշխատողներ եք, դուք գիտեք, չէ՞, կամպրամանտի ինստիտուտը ոնց է աշխատում, ես չեմ, որ պետքա ձեզ սովորացնեմ, հիմա անասունը ինչ է ասում, ասում է վերջի սրիկայությունն արեք, ծառայեք Ալիևի նպատակներին, ու դուք առայժմ պրոբլեմ չունեք, իհարկե դա չի նշում առայժմ բառը, բայց դուք պետք է հասկանաք, չէ՞ որ առայժմին մնացել է 9 ամիս, ինքը վստահ է, որ ձեր մեջ չի լինելու մի ուղեղով մեկը, որ ասի, բալա 9 ամիս հետո ինչ է լինելու, կամ ասենք լավ, ես ուղեղ չունեմ, բարոյականություն չունեմ, վերջի ստահակն եմ, այսօր ամեն ինչ արեցի, բա 9 ամիս հետո իմ հետ ինչ է լինելու, ինքը վստահ է, որ դուք ոչ ուղեղ ունեք, ոչ բարոյականություն, ոչ էլ մտածելու ունակություն, որ դուք անելու եք,
Բա լավ, անվտանգության զգացողությունը բա։ 9 ամիս հետո ի՞նչ է լինելու։ Սրանք այն մարդիկ են, որ այսօր են արդեն փախնում։ Դուք լուրջ մտածում եք, որ այս ոչխարները ձեզ հոտին ղեկավարելու է, կամ դու լուրջ ուզում եք, որ ձեզ ոչխարները ղեկավարեն, այո։ Խոսքս ուղղում եմ այն համազգեստավորներին, դատավոր կլի, դատախազ կլի, ԱԾ-ի աշխատող կլի, ով ուզում անի։ Դուք գիտեք իմ համար բոլորդ մեկ եք, բայց դուք այդ անտեր ու դոից ունեք, էլի, որ դուք ասես գայշնիկի ցույց եք տալի, քշում եք, հարբած, ինքը ձեզ չի կանգնացնում, կանգնացնելուց էլ ասում է կենա։ Եվ ասում եք մենք աշխատող ենք, ձեզ է ուղղված։ Հիմա Նիկոլը ձեզ հնարավորություն է տվել փողի դիմաց ծառայել Ալիևին։ Ձեզանից ոմանք իրոք ոգևորված են այդ գաղափարից եւ Ալիևին ծառայելով այսօր իբր տուն են պահում, իրանց երեխեքի ապագան վաճառելով Ալիևին։ Այդ մասին չեմ դնում, ես այդ մասին չեմ անդրադառնում, այն մասին եմ անդրադառնում, որ դեռ մտածելու ունակ է։ Տղեկ, դուրս եկեք համակարգից ուղղակի։ Այնտեղ են, որ այսօր այդ քաշքշուտի ժամանակ բաժանում էր, իհարկե դա լավ է, բայց դա բավարար չի։ Դա լավ է, իհարկե լավ է, բայց դա բավարար չի։ Որովհետև օրը գալու է, ասես կանեն բոլորը մի գծի վրա, որպես դատապարտյալ։ Դժվար անդեղնելու, դες գցել բռնել, ով ավելի շատ հրել, ով ախփել, իհարկե խփողներին կարելի է բացահայտել։ Բայց դուք հասկանում եք, որ ընդհանրապես այդ համազգեստն է դառնում թշնամու համազգեստ։ Այսինքն դուք բոձեր համազգեստավորներ, այսօր դուք թշնամու գործիքն եք հայ ժողովրդի գլխին։ Ես աշխատում եմ մաքսիմում անենց որ ձեր ինքնասիրության արժանապատվությանը չկպնեմ, որտեղ ձեր երեխեքներն նայեմ, կանայք են նայեմ, ծնողներն են նայեմ, բայց դուք պետք է հասկանաք, չէ՞ որ սա կա, այս խնդրեմը կա, ով հաճույքով իրականացնում Ալիևի ծրագրերը, նա հենց այն կենթանին է, որ հենց թող իր երեխեքներն իմանան, ծնողներն էլ կանայք էլ ամեն ինչ իմանան, որ այսօրվա լափի դիմաց բոլորին վաճառել է արդեն։ Աղջիկ երեխեքին էլ է վաճառել, տղաք երեխեքին էլ է վաճառել, ամեն ինչ վաճառել է։ Իրան այսօրվա կայֆերն է հետաքրքրում։ Վերջ, եթե ձեր ասում ասա ձեր համար է, սուտ ասում, ոնց որ ասի, ես ձեզ ծախում եմ թուրքերին, ձեր իսկ շահի համար։ Հասկանում եք։ Դաս բան չեմ ասում, բայց կողմը, որ մի քիչ դեռ մտածելու ունակ է։ Դուրս եկեք համակարգից։ Սաբոտաժ արեք ուղղակի։ Սրանք ձեզ գայթակղում են, ասում են դարի հանցագործ ու դու խնդրեմ չունի։ Հիմա դուք դառնալու եք, սա ձեր ընտրությունն է։ Այնպես չլինի, որ ասեք, լավ, մարդ գլխի չի ընկել, մեզ զգուշացնող չի եղել։ Չէ, ամեն ինչ տեսնում ենք, գլխի ընկել ենք, ձեզ էլ նախորդ ասում ենք։ Հետևանքների մասին էլ ենք տեղեկացնում, ոչ ասեք, էսի ոնց եղավ։ Գնանք առաջ։ Այսպեսի մի խայտարակ դեպք կա։ Արտուր Պողոսյան։ Ինքը եկել է, որ ի վերջո ապացուցի, որ այս սպանությունը որ եղավ, փառակալում։ Դա քաղաքական չի, դա ընդհանրապես կենցաղային հարց է, որին ձգտում է ապացուցել հասնել այս չարիքի կայսրությունը։ Այսինքն վիժվածքա պետության ղեկավարները։ Բայց էլի խճճվել մնացել են ընդեր։ Հիմա ես Արտուր Պողոսյանին եմ հարց տալի։ Արտուր Պողոսյան, դու նայել ես քո հարցազրույցը։ Դնեմ ես քան տեղը լսես։ Հա, քո կոլեգաներն են լսեն, դու վաղը ամաչելով, ասես միջանցնելով մանգաս ասեսան, տեսնես լսել են, թե չեն լսել։ Գտնենք։ Քրեական Այո, զենքի տեղացույց տվեց։ Այո, իհարկե, խոստովանական ցուցմունքներ տվեց, ես որոշակի փակագծեր կբացեմ հիմա նաև այս առումով շարժառիթի տեսանկյունից, թե ամենակարևորը սպանություն կատարելու դրդապատճառը։ Այս ամեն ինչը սրա մասին է, որ սպանությունը կա, փաստա չեն կարող ասեն, չէ՞, որ օպերատիվնիկ աշխատողները վայրկյանական մի օրվա մեջ գտել են որտեղը հետքերը տանում շուները գտել են շորնել են գտել, հոտնել են գտել, վարված կտորներն են գտել, պարզվել է հենց քպայականներն են դրանք։ Հիմա չեն կարող ասեն դրանք չի եղել։ Տղեկ արագ գտել են, զեկուցել են, մամուլներ տարածեց։ Հիմա սրանք մեծ Նիկոլի մեջ են, այսպես մեծ սպանվել է համայնքապետը։ Սպանողի շորերը ամեն ինչ գտել են քպայականի բակում, այսինքն քպայականն է սպանել։ Հիմա ոնց անեն, որ
ամենամեղմ տարբերակով սա ներկայացվի, ինչի մասին ուզում ես խոսած, հանկարծ բայց թե քաղաքական բառը չհնչի։ Հիմա Արտուր Պողոսյանը որպես փորձառու քննիչ, փորձառու, հա, իբր փորձառու, ինչ խայտարակ վիճակի մեջ է հիմա։ Արտուր Պողոսյան, բառը միջանցքով որ կքայլես, փողոց բան դուրս կգաս քարտուղարուի բան, աշխատողներ, գոլեգաներ, վստահ եք, բոլորը տեսել են։ Նայում են գալիս զեկուցում են, չէ՞ տիրոս, գիտեմ։ Այս ձեր կազմած գործերն եմ տեսել հատորներով, իմ վիդեոներից բոլորը ժամ, րոպե, վայրկյան առանձնացած այդ դիսկ DVD-ները որ ուղարկել եք փաստաբանին։ Ես տեսել եմ, ես արդեն պատկերացնում դու քանի 100 ժամ եք նայե, որի այդքան խոսքեր առանձնացրեք, ժամով, որով, հաղորդումով, բանով, որ այդ քրեական գործերը կազմեք։ Այնպես որ էսել են գալու զեկուցել։ Մենք խայտարակալն ենք միասին։ Մինչև ցուցմունքներն արձանագրել ըստ էության նաև անձը տարավ եւ մատնանշեց հանցագործության առարկայի ինքնաձիգի գտնվելու վայրը, Դաշտամիջյան ճանապարհին պահել էր, մենք հայտնաբերեցինք եւ արգրավեցինք ինքնաձիգը, գիտեք նաև որ դեպքի վայրում ունենք համապատասխան պարկուշներ, մենք արդեն նշանակել ենք համապատասխան դատաձգաբանական դատաքիմիական, դատանյութագիտական, հետքաբանական, բազմաթիվ փորձակնություններ, որոնց միջոցով հնարավոր է նաև անհատականացնել այդ հայտնաբերված պարկուշների եւ զենքի, նույնականացնել այդ զենքով կրակվել այդ պարկուշները թե ոչ, այսինքն այս առումով խնդիր չկա։ Օդ ենք լսում։ Մեր երաշխիքներից մոտ բան կա, ասում են եթե ենք լսում։ Օդ, ժամանակ էլի սա ձգվում է։ Մեկ ասել, ժամանակը գնաց, ինքան բաներ ասենք տերմինոլոգիան ուզեն լցնենք եթերը, որ բան չասենք, բայց միևնույնն է, այդ հարցի պատասխանը պիտի լինի, բայց որ ուրիշ հարցեր չունեն, ընթացքում լցնում ենք, այս խոսքերը լցնում ենք։ Մասնագետ է, գնա առաջ։ Բայց նաև անձը խոստովանական ցուցմունքներ նշեց, որ ըստ էության պատճառը վրեժխնդրությունն էր 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած դեպքի ըստ արդեն մեղադրյալի ինքը մտերիմ եւ շատ մոտ ընկերական հարաբերություններ էր, հարաբերությունների մեջ է գտնվել։ Այո, Գրիգոր Օհանյանի ընկերոջ վրեժնալուց բացած փետրվարի 5-ի դեպքով, ինչպես նաև Նարեկ Օհանյանի հետ եւ իր կարծիքով ըստ մեղադրյալի Վալոջա Գրիգորյանից։ Իր կարծիքով լավ էլի Պետրոս, լավ էլի, այլ խես հաստալի, թողելի թող լղոզ էլի։ Մի անգամից հետ գնաց, գիտեք ինչի են հետ գնում։ Երբ որ դուրը չի գալի տհաճա հետ են գնում այդ պարագայում համաձայն եք, չէ՞, պարոն Արտուր Պողոսյան, ես վստահ եմ ձեր դասերը դուք եք անցել կամ չեք անցել, չգիտեմ, բայց այդպես բան կա, երբ որ դուրը չի գալի մի բան, մարդ սենց հետ փախնի, սենց ոզը տհաճ են իրան, սենց հոտից, տեսքից բան։ Իսկ դու Պետրոս շատ բան արեցիր, բայց ապրես։ Քով ըստ մեղադրյալի ցուցմունքի, քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդիա Գրիգորյանի ըստ էության մտերիմների կողմից, հենց մեղավորը ինքը մեղավորը համարում էր Վալոդիա Գրիգորյանին եւ անտի պատասխան, անտի, ասում բայց ինչի է դրաս մանեցին։ Դե քանի որ ասում այդ process-ը եղել է իր անգերների կողմից, այդ սպանողը այդ ամեն ինչը մեղավորը համարում էր Վալոդիային։ Թող քո ընկերներն ասեն։ Ես իմ ասածը արդեն ասացի։ Խայտարած։ Եվ ըստ ցուցմունքի ինքը ուզում էր դրանով վերջ տալես ամեն ինչին։ Այս ամենով սպանելով ուզում էր վերջ տալես ամեն ինչին։ Գիտեք ինչ հիշեցի։ Հիշում եք Միմինոն։ Այն ոչ բանը։ Այդ ֆրոզիկը ցուցմունք ա տալի։ Այն դատի ժամանակ ասում է դուք անձնական ասում է բան ունեիք, չէ ասում է, չէ, Վալիկոն ասում է ինչ պետք է իմանալ, մենք պատտվում ենք այդ տունը, եկել ենք պագնիշկա ծախեինք, այլ ասում մասա ունեիք, ոնց Վալիկոն անենց էր ատում այդ մարդուն, որ ասում է չէր կարողանում ուտել, ես հիմա ռուսերենից թարգմանեցի էլի, այ այս տեսարանն է լարի։ Վայ։ Այս հարաբերություններին եւ հիմնական հենց նպատակը Վալոդիա Գրիգորյանն էր։ Մենք մսեկելիս նախադասությունը միջև վերսա շեդևր է, կարելի ասես
դատայրաբական փոստագիտության եզրակացությունների այբենարանում, չգիտեմ, դուք այս հանրագիտարան կունենաք, չէ՞ երևի։ Պետրոսի հայացքը զգում եք։ Նույնիսկ ինքը չի հասկանում։ Մի հատ լսեք, սա պետքա գրանցվի, նույնիսկ եմ ասում, մեծ տառերով քննչականի պատերին գրվի, որ այս տեսակով, այս ոճով ուզում էր մարդը վերջ դնել այս ամեն ինչին, ճիշտ է, մարդը կապ չուներ։ Հա, բայց այդ խփողը մտածում էր, դե իր հետ կապված է եղել ինքն այդ, այ որ հիմա սպանից ամեն ինչի վերջ կլինի։ Մի հատ փետրվարի 5-ին տեղի ունեցած դեպքի ըստ արդեն մեղադրյալի ինքը մտերիմ եւ շատ մոտ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել։ Այո, Գրիգոր Օհանյանի մահացած փետրվարի 5-ի դեպքով, ինչպես նաեւ Նարեկ Օհանյանի հետ եւ իր կարծիքով ըստ մեղադրյալի Վալոջա Գրիգորյանից։ Իսկ կներեք, իսկական ողբերգությունը վերածել են ֆարսի, բայց ըստ մեղադրյալի ցուցմունքի, քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդիա Գրիգորյանի ըստ էության մտերիմների կողմից, հենց մեղավորը համարում էր Վալոդիա Գրիգորյանին եւ ըստ ցուցմունքի ինքը ուզում էր դրանով վերջ տալ այս ամեն ինչին, այս հարաբերություններին եւ հիմնական հենց նպատակը Վալոդիա Գրիգորյանն էր։ Իհարկե նախաքննական մարմինը նաեւ այս առումով կշարունակի վարույթային եւ ապացուցողական գործողությունների անպայման ինքը կշարունակի։ Ու այս ամբողջ եթերի ընթացքում Պետրոսը նույնիսկ չհարցրեց։ Անենց է ստացվում, որ եկել են Վալոդիա Գրիգորյանին սպանեն, որը ընդհանրապես կապ չուներ նախորդ բանի հետ, բայց հետը սպանում են նաև ոստիկանության աշխատող։ Ու այս ամբողջ ընթացքում ոչ մի խոսք դրա մասին։ Բացարձակապես։ Պարոն Արտուր Պողոսյան, նստեք, երկուս։ Իսկ հիմա գնանք ուրիշ փաստերի, որի մասին լռեց Արտուր Պողոսյանը։ Եվ այսպես, Փարաքայի համանքապետ Վալոդիա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության խոստովանած Գևորգ Հարությունյանը, տեսեք, ոչ մեկ այդ ոստիկանի սպանության մասին չի խոսում։ Բացարձակապես։ Ոնց որ ոստիկան սպանել են, առօրյա բան էր, էլի։ Ասենք, ոստիկան սպանելը Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա հանցագործությունների հանցագործությունն է։ Հայաստանում նույնիսկ չեն խոսում։ Որովհետեւ իրանց հետաքրքիր չի ոստիկան մահացելա թե չէ։ Իրանք խառնված են, որ համայնքի պետն է սպանվել, ու դա ժողովուրդ ընկալում է որպես քաղաքական սպանություն։ Ու իրանք ասում են, չէ, սա քաղաքական չի, Ռաֆիկ չոմ նիվինավատ այս սրանք, էլի։ Ուղղակի մի քիչ մտածել է, որ Վալոդյանն է մի քիչ մեղավորություն, այ որ սպանեք, այս ամեն ինչը կվերանա։ Բայց բանը Կարենը, Աբրահամյանը, ոստիկանը։ Մի խոսքով գնանք առաջ։ Եվ այսպես այս երկուսի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանը Մերձաբանի նախկին ԿՊ-ական համակապետ Մհեր Ախտոյանի շատ մտերիմ ընկերն է։ Ոչ մեկ սրանց մասին չի խոսում։ Չկա։ ԿՊ-ական համակապետները չկան ստեղ։ Ավելին Մհերն ու Գևորգը ստեղեկությունների միասին կրակարանում վերապատրաստվել են։ Ու այս ամեն ինչից 10 օր առաջ էսի թռելա։ Անհետացել Հայաստանից։ Բոլորին հայտնի է, որ Մհեր Ախտոյանը եւ իր ընտանիքը Վալոդիա Գրիգորյանի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, որը ծագել է քաղաքական հողի վրա եւ ավելի սրվել Փարաքարի խոշորացված համայնքի վերջին ընտրությունների ժամանակ։ Այն ասում է սա վենդետա է, այո, սա վենդետա է, սա քաղաքական վենդետա է։ Պարոն Արտուր Պողոսյան, սա քաղաքական վենդետա է։ Այն որ դուք ասում եք մենք կանխարգելիչ միջոցառումներ ենք արել, բայց հնարավոր չի 100%-ով ամեն ինչ վերահսկել, դուք ստում եք։ Կանխարգելիչ միջոցառումների պարագայում դուք կունենայիք հեռախոսազանգերի, նախապատրաստական բոլոր խոսակցությունների, ոնց է պլանավորվել սպանությունը, ամեն ինչ կունենեք։ Բայց եթե նույնիսկ դուք ունեցել եք, դուք դրան չեք կանխել դա, որտեղ այս քաղաքական սպանությունը ձեզ պետք է։ Սա քաղաքական վենդետա է։ Նենց որ դու ասում ես մենք արել ենք, նշանակում է դուք արել եք ու կորցրել եք։ Ավելի հեշտ կներ որ ասեք մենք թերացել ենք, չենք արել։ Ու չենք նկատել, չեն ձայնագրել խոսակցությունները, չենք նկատել ոնց են սրանք խոսում սպանության մասին ու գնում են սրել վիշակ կրակել սովորելու։
Չեք արել։ Կամ ավելի ճիշտ դուք արել եք ինչպես դուք, ես հավատում եմ, որ դուք արել եք։ Դուք իմացել եք, որ սպանել եք, բայց քաղաքական վենդետան ձեզ պետք է, որովհետև մի ամբողջ համայնք այլևս ԿՊ-ական չի, ԿՊ-ն պարտվել է։ Դա ման եմ ասում, Գյումրու ընկերներ, ասեմ ձեզ ընկերներ, զգուշ եղեք։ Եվ այսպես Մհեր Ախտոյանը նաև անձնական թշնամանք է ունեցել սպանված Կարեն Աբրահամյանի հետ, արդեն ոստիկանի հետ, դամադեկուսին միասին են սպանել, որովհետև անցած տարի Ախտոյանը եւ Փարաքայի համայնքապետ Դավիթ Մինասյանը, տեսեք, են ԿՊ-ական, ուրեմն մեկը փոքր համայնքի պետն է, մեկը մեծ համայնքի պետն է։ Երկուսն էլ կալանավորվել էին կոռուպցիոն բնույթի հրեական ոլորտի շրջանակներում։ Իսկ դրանց կալանավորողը եղել է հենց Կարեն Աբրահամյանը, ոստիկանը, որին սպանել են։ Բա Պարոն Արտուր, լավ չեք աշխատում։ Սուտ խոսալը չգիտեք։ Փաստորեն, եկավ ասի, որ ոստիկան չի սպանվել, կամ որ սպանվել է, ոչինչ, դա էական չի։ Այն ինչ որ եղել է, դա կենցաղային հողի վրա է եղել։ Դա ուղղակի անձնական վենդետա է, որ սպանենք ամեն ինչ լուծված է դրանով։ Խայտարակություն։ Այս գիտեք ինչի է նման, այն 15 զինվորներին, որ սպանեցին, Ազատի զորամասում հետո վառեցին։ Առավոտ Նիկոլը ինչ հնչացրեց։ Ինչ ինքը դա կարողացավ հնչացնել, որովհետև առավոտ շուտ արդեն դեպքի վայրը ապականել էին, մտել աբիրել էին, որ հանկարծ ոչ մի լրագրող, ոչ մի միամիտ քննիչ չմտնի այնտեղ, ոչ մի բան չգտնի։ Պատկերացնում եք, առավոտ հելավ Նիկոլ Փաշինյանը վերդիկտը կարդաց, որ դա առանձնապես բան չի եղել, մեղավոր չի այդ կապիտանը եղել, ձեռից բենզին ընկել է, բոլորը մահացել են, վառվել են ու վերջ գործը տենց էլ կարեցին, փակեցին գնաց։ Այս ու միջև այսօր ոչ մի ձեն ծտու չկա։ Հիմա մի քանի օր ուշացումով, որովհետև իրանք չէին սպասում, որ sense մի անգամից ամեն ինչ դուրս է գալու ջրերես։ Ես էլ եմ ասում, համոզված եմ, որ ընկեր քննիչները, ոստիկանները լավ աշխատելու պարագայում իրանց գոլեգայի խաթր արագ բացահայտել են ու փոխանակառաջինը զեկուցեին այս տականքներին, իրանք հնարավորություն են տվել, որ մեծերս ամիջ դուրս գա, որ չկարողանային ծածկեին, որ հապան սրա հետ կապ ունի։ Հակառակ դեպքում, ես մենք այս ամիջը չենք իմանալ։ Ես պնդում եմ, ես վստահ եմ, որ տենց էլ եղել է։ Տղեկ իրանց գոլեգայի խաթր բացահայտել են էսի։ Բացահայտել են, շպրտել են, եթե հիմա սես նստած են։ Դե հիմա արդեն դուք սես ծավալվեք, ֆռացեք, ոնց ուզում եք էսի ծածկեք, կոծկեք, այն աստիճանի ծածկել, կոծկել, որ ֆոկուսի մեջ են բերում սպանված Վալոզյա Գրիգորյանին, անտեսելով ոստիկանա սպանվել ավտոմատով իր աշխատանքային ժամին։ Այսինքն ոստիկանը աշխատանքային ժամ է չունի։ Ոստիկանա սպանվել ավտոմատով ու դրա մասին չեն խոսում։ Ու սպանելա ԿՊ-ական խունտան։ Չէ, դուք այս գործը չեք կարողանալու ոչ մի ձև։ Այսինքն դուք ո՞նց էլ ուզում եք պատտվեք։ Երկու բան եք ապացուցում, որ Հայաստանում ԿՊ-ն արդեն վենդետա անում, որովհետև չի համաձայն, չի վստահում դատարանին, իսկ իրականում դա վենդետա չի, դա քաղաքական սպանություն։ Այ վաղը որ գա մեկը Նիկոլի գլխից կրակի, նա զոհված ծնողի զոհված զինվորի ծնող, գա գլխից խփի, դուք չեք ասելու դա վենդետա է։ Դուք ասելու եք դա քաղաքական սպանություն է, քաղաքական այդի են սպանել։ Ասելու եք թե չէ, թե ասելու եք դա վենդետա է։ Մարդը հուզմունքի մեջ եկավ գերագույն գլխավոր մեղավորին սպանեց գնաց։ Համարելով որ ինքն է ամեն ինչի պատճառը։ Չեք ասելու, չէ՞, ասու քաղաքական սպանություն է։ Էս էլ է քաղաքական սպանություն։ Էս էլ է քաղաքական այր։ Իր աշխատանքի ինքը ոչ մեկին ոչ սպանելա, ոչ միջամտելա, ոչ մի բան, գտնել ոստիկան։ Այդ ոստիկանը ինչա դրանց բռնել է, այգուսին սյովադնում են արել, էլի։ Այնպես որ դուք հայտարարություն եք։ Գանք ստեղ։ Սա հիշում եք Էջմիածնի Վարաշապատի այդի քաղաքապետն է։
Էջմիածնի քաղաքի բնակիչ Ալբերտ Շահինյանն իր հարևանությամբ բենզալացակայան եւ հեղուկացված աշխատանային գազի լցակայան ունի, հա։ Թե երբ է կառուցել հայտնի չէ, որովհետև լցակայան կառուցելու նախագծային փաստաթղթերը պետական համալիր փորձակնություն չի ներկայացել։ Մի խոսքով ԿՊ-ն ինչ ուզում արել է, ինչ ուզել արել է, տան կողքը դրել է բենզին ու գազավաճառում, եկել են աղմուկից հետո փակել են, բայց ինքը շարունակում է աշխատել։ Պրոբլեմ չունեն, ԿՊ-ն պրոբլեմ չունի։ Փակած, արգելած բիզնեսը, ոչ չի կարելի տաների կողքը դնել պայթուցիկներով բանով աշխատել, իրանք թքած ունեն օրենքի էլ հետևանքների վրա։ Հետևանքներն էլ դա։ Բայց գիտեք ինչի եմ ձեզ ցույց տալի։ Ոչ թե որ սրանք այլանդակ են, բան չուզում անում են, ոչ։ Վաղաշաբաթ համայնքում շուտով ընտրություններ է։ Նոյեմբերի, կարծեմ 16-ին ընտրություններ է լինելու վաղաշաբաթ համայնքում։ Եվ այնտեղ, ինչպես Փարաքարում, ինչպես Գյումրիում, պետք է պարտվի ԿՊ, որտեղ դա 4-րդ մեծությամբ քաղաքն է։ Երևի Վանաձորից հետո։ Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, ենթադրում եմ։ Գյումրին կորցրել են։ Հիմա վաղաշաբաթի հերթն է, որ պետք է կորցնեն։ Ես իմացա այսօր, որ տեխնացուների մեջ կա անդիմադիր տեխնացու սրանց։ Անազգանուն հիմա ես չեմ հիշում, բայց ես ձեզ կասեմ։ Վաղաշաբաթցիներ ջան, ԿՊ-ն պետք է այն տարականի նման սատկացվի, ոնց են ասում դա հայերեն որն է, խավարասերի նման, ասեն սատկացվի այդ համայնքում։ Ես անդիմադիր տեխնացուի անունը հիմա չեմ ասի, որ հասակում դեռ չլինի վրա, բայց արդեն մոտ որ լինի, բոլոր արտահայտվեն, ես կասեմ, դուք եք կհասկանաք արդեն առանցից ասելու, բայց ԿՊ-ն դեռ պիտի պարտվի։ Ստեղել որ պարտվեց, ուրեմն սրանք էլ ոչ մի շանս, ոչ մի տեղ վերադարձնելու չունեն։ Երևանը կորցրած է։ Երևանը կորցրած է, իրանց հույսերը այս բանը մեծ ու փոքր քաղաքներն են։ Լավ կներ որ Գյումրին իրանց լիներ, բայց չի, լավ կներ որ Վաղաշաբաթը իրանց լիներ, բայց չի լինելու։ Դե Վանաձորը ինչքանն է իրանց, ինչքանը չէ, ես չգիտեմ, այդ օրներ կգա կիմանանք, բայց երկրորդ պարտությունը խոշոր, որ իրանք պետք է սատկացվեն բարի իմաստով, դա լինելով Վաղաշաբաթ։ Եղավ ընկերներ ջան։ Այնց որ իմացեք, մենք սրանց սենց սալամի նման ենք ասեն, սենց կտոր, սենց մանր սատկացնել են, որ սրանք ոչ մի հույս չունենա, որ իրենք կարող են համապետական ընտրություններում ձայնի նշուն ունենալ։ Հենց որ վաղաշաբաթներ կորցրեցին, արդեն այս վիենիչերիները հասկանալու են, որ սրանք շանս չունեն։ Ո՞նց շանս կունենան։ Իրանք արդեն տեղական ընտրություններում կդվել են բոլոր տեղերը։ Ո՞նց շանս կունենան։ Ոչ մի ձևի։ Իսկ հիմա քանի որ շատ եմ այս սրանից բան է ստանում, ինձ ուղարկում են րոպե 1 էսյան լսեք սան, ով է ինչա։ Այս երիտասարդը վարձով աշխատում է սրանց համար։ Վարձով, հիմա ինքը որոշել է, որ ասենք այսօր անառակը հոգեբանականներն են։ Ին երկար ժամանակ անառակը ասենք Քոչարյան Ռոբերտն է, սան ասեք։ Կամ ես դուք իմացեք, սան ոչ իմանեմ մի ասեք, ինձ ինքը հետաքրքիր չի։ Որ այսօր Հայաստանի խնդրեմը անառակ հոգեբանականը չի։ Եթե հոգեբանականը նույնիսկ անառակ է, Հայաստանի խնդրեմը անառակ հոգեբանականը չի։ Քոչարյան Ռոբերտը որ հանցագործ է, բոլորս գիտենք։ Հիմա էսի ստացած փայ դիմաց ինչքան էլ ուզում է գոռա, որ սա հանցագործ է, սա անառակ է, սա աշխարհի ամենամեծ անառակը Փաշինյան Նիկոլան նստած վարչապետի աթոռի վրա, որի մասին ոչ մի խոսք չկա։ Հասկացաք, բոլոր չարիքների հիմքը, աղբյուրը ինքն է։ Ու եթե սրա մասին խոսք չկա, ու ես գիտեմ ինչի խոսք չկա, վճարվում է այս երիտասարդը, աշխատում է նրա համար, որ ցույց տա, որ Նիկոլից բացի մնացածը անառակ են։ Եվ ոսանք անառակ են, գիտենք, մեզ ինչ։ Իրանք մեզ ոչ մի ֆորմատով չեն հետաքրքրում, բոլորը միտեղ Քոչարյան, Ռոբերտ, Սերժիկ, բոլորը մի սենց բանի տակ, ամանի մեջ մենք լցնում ենք աղբամանը, ասել ենք, չէ, Նիկոլի ամենա երկու հավատարիմ թևերը, որի վրա հենվում է այս տրիպոդը, այս
Սուստան բացել է։ 3 ոտով կարող է կանգնի, երկուսը Սերժիկն ու Ռոբիկն են։ Երրորդը ինքն է, ԿՊՆ-ը։ Դուք պատկերացնում եք։ Հիմա մենք դա գիտենք։ Ինչքան ուզում եք ասեք, որ այս երկուսը շատ վատ են։ Մեզ ինչ, մենք դա գիտենք։ Այ ազնիվ կներ, եթե ասեք, ես 3-ն են վատը, կասեն երիտասարդը։ Այդքան փող ստանում, փող են տալի, որ ինքը ճիշտ բան է խոսա։ Բայց հասկանում եք, չէ՞, որ իրականությունը խոսալով ոչ մեկին փող չեն տալի։ Այ դեպ ով ցանկանում է օգնի ալիքին, շնորհակալ ենք, ովքեր օգնում են, շնորհակալ ենք։ Հեզոցյուստամ, ինչ է նշանակում այս հաղորդումները։ Նայում եք այս վերևի փոքր այս կետիկներին որ կա։ Սա մի 30%-ն է։ Ամբողջ այն նյութերի ուղարկած, որ ես իմ հերթին էլ դեպի տրել եմ, որ տեղավորվեմ գոնե մի ժամի մեջ, որովհետև ես գիտեք, որ վերջում ինձանից դեռ նեղանում են, ասում են մենք ավելի շատ ենք ուղարկում կամ ես հասցնում եմ անդրադառնալ։ Ես այդ ձեզ եմ խնայում, որպեսզի 2 ժամ չդառնա այս եթերները։ Եթե ուզում եք օգնեք այս աշխատանքին, կարող եք օգնել, բայց առնվազն տարածեք եւ բաժանորդագրվեք։ Լավ։ Հուսով եմ այս երիտասարդի մասին եմիջ չեք հարցնի եւ իր գործունեությունը ինչին է ուղղված։ Smart են բարձր չէ։ Մասան լսեք էլի։ Շատ գեղեցիկ ձևով 2 տարի է վարչապետը գեղեցիկ ձևով Ռուսաստանին սարքում է մեր համար բոբո։ Այո։ Աչքից լույսը չի Ռուսաստանը։ Ասլանյան Հակոբին եւ ինձ մեր լավ ժամանակները քպեական գեղեցիկ տակուկ ժամանակները հանել են Ռուսաստանի եւ Բելարուսիայի բարեկամական խմբերից։ Ռուսների պահանջով մեր, այսպես կոչված, հակառուսական ելույթների բաների հետ կապված։ Այո, երբ որ քննադատելու տեղն է, ես քննադատում եմ։ Երբ որ ուրիշ բան ասելու տեղն է, ուրիշ բան եմ ասում։ Իմ ասածների մեջ շատ դժվար կլինի։ Շատ դժվար կլինի հակասություն գտնելը։ Քաղաքական հաշվարկետեղ կա թե չէ։ Դե քաղաքական հաշվարկը ո՞րն է, յամ թե հեսա իշխանությունը փոխվելու է, Սամվել Կարապետյանը գալու է իշխանության, որպեսզի Սամվել Կարապետյանը փող ունի, հետեւաբար դուք փողի կողքն եք կանգնում։ Դե ես փողի կողքն եմ կանգնում, իսկ Վաղարշակ Հակոբյանը Սուքիասյանի հետ 20 միլիոն դոլարանոց բան անում, ծաղկաձորում, պրոյեկտ է իրականացնում։ 20 միլիոն դոլարանոց, այո։ Եվ Վաղարշակ Հակոբյանը շատ լավ գիտի Նիկոլ Փաշյանի հետ միասին, որ ես հիպոթեկով բնակարան եմ գրվել, եւ ինձ կանչում են, ասում են, պարոն Ղազարյան, ինչ մանդատը ինչ է, կարող է պատահի մտածում եք փողի մողի բանի հարց, ասեմ, այ նոմր դա աշխատավարձ է նաեւ, աշխատավարձ է, ես տանում եմ այդ աշխատավարձը, եւ ես հիմա այսօր ես հաշվարկներ ունեմ, եթե ես այսօր այդ աշխատավարձից զրկվեմ, ապա ես խնդիրներ կունեմ, ես մտքերը որ ասում եմ, լիք ինձ հարազատներ, բարեկամ, խիստ են խիստ ասում, որ մանդատը քո համար աշխատավարձ է, որ փողը բանը, հավապա գրվել է, բնակարան եմ գրվել, հաշվարկներ, որոշակի հաշվարկներ եմ արել, հիմա ես պատգամավոր չեմ մնում, այդ աշխատավարձից զրկվում եմ, չէի գրվի այդ անտերը Ժորժան, դուք հասկանում եք դուք հիմա ինչի համար եք վճարում։ Իրանք ինչի համար են մնացել դե։ Որ այդ ավելորդ եւս տուն ունենան։ Այս երեխեքը սպանվում են, երկիրը վաճառվում է, որ իրանք եւս մի հատ ավելորդ տուն ունենան։ Հասկանում եք ինքը բարձ ասում է, ինչի՞ սա տուն։ Նա դուղակի հարց է մնում տան, բա։ Նիկոլին պաշտպանել է ինչի համար։ Դուք պետք է նույն քպեական ես, քեզ ստորացնելով հանել շպրտում են դուրս, շպրտել են դուրս։ Բայց էլի որ քո մոտ Նիկոլին կպտում է, դու լի նեղանում ես։ Գիտես ինչի ես նեղանում, որովհետև Նիկոլը քեզ կանի կշպրտի դուրս, ու այդ էս տունդ կիսատ կմնա։ Իր հաշվարկներն ունի։ Ժորժան, բոլորը իրանց հաշվարկներ ունեն։ Ամենակարևորը այդ հաշվարկների մեջ երկիրը գոյություն չունի։ Արդարությունը գոյություն չունի, պետականությունը գոյություն չունի։ Ամեն ինչ հաշվարկված է այդ հաշվարկների մեջ։ Բայց երկրի շահը, մարդու շահը տեղ չկա։ Ամեն մեկ իր վարկի տերն է։ Եթե այդ վարկի խանգարումը ինչ որ մեկը, որ իր մոտ Նիկոլին բան ասում, իրական ինչ որ ասում է, եւ մտածում ենք հիմա Նիկոլեսի լսի, իմ մոտ իրան վիրավորեցին, ես չբոլկվեմ, ինձ կհանեն վարկս կմնա։ Adam ուսի գազար ինչ ասեմ, գազարը չէ։ Մեզ այլ ինչ որ կա։ Եվ այսպես ասեցինք Ռուսաստան միրս ընկավ։ ՌԴ-ն աջակցում է խաղաղության ուղղված ջանքերին, բայց սպասում է Թրամփի ուղու դետալացմանը, փաստորեն
Ես որ ասում եմ Նիկոլը սաղին խափել է, սրանք ինչպես Իրանը սկսել են անհանգստանալ, որովհետև Նիկոլը իրանց լրիվ դետալները չի բացահայտել։ Ասում հա, մենք համաձայնվել ենք, բայց հələ մի վարք եմ, ոնց դու մեզ ուրիշ բաներ բերել ցույց տվել։ Ոնց դու հիմա ուրիշ բանից ես խոսում։ Ինչի՞, որովհետև Ալիևը Մակի ամբյոնից սկսեց ուղիղ խոսալ էլ ինչ որ ինքը պատկերացնում է։ Ես ասում եմ, Նիկոլը ճողվելու է այս մեծ շպագատի մեջ, այսպես մեծ շպագատի մեջ, իրան ճողելու են, մեջտեղից էս փրթելու են գնա։ Ուժայիններ, եթե ձեր մեջ մի քիչ բանականություն կա, մտածելու ունակություն կա, դուք պիտի սրա մասին մտածեք, դուք մի լսեք ես ձեզ ինչ եմ ասում, դուք նայեք իրականությանը, ես չեմ ուզում դուք իմ հետ համաձայնվեք, կռիպտակ, ինձանից նեղացեք, այդ է ուզում եմ, որտեղ նեղանալու պարագա սկսեք մտածել, այսինքն ոչ թե ուզում եմ նպատակս հետա, չէ, նպատակս ձեր մտածելն է, բայց եթե դա ինձանից նեղանալու հաշվին պետք է լինի, ոչինչ, մտածեք, սա բոլորին. Եթե սա Ռուսաստան, Իրան, Եվրոմիություն, Թրամփ, Չինաստան, Հնդկաստան, բոլորի խափումը, արա դուք ով եք որ ձեզ չխափի։ Դուք ով եք իր համար որ ձեզ չխափի։ Նաև խափում է իր որբերին, իր թմին, որ ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Փախեք, այ որբանտերներ, այսօրվանից փախեք։ Որ գոնե ձեր մեղքը քիչ լինի։ Վերջնական վերջնահաշվարկի ժամանակ։ Տնայինք։ Խոսքով Պաղեստին տարվող օգնության միացան փաստորեն չեք հավատա, ուրեմն Իտալիա, Իսպանիա, Չինաստան, նաև Թուրքիա։ Voilà, 4 երկրներ իրաց նավատորմով փաստորեն դուրս են եկել Իսրայելի դեմ եւ բան են տանում օգնություն են տանում Գազա։ Գազա օգնություն տանել այդ մարդկանց սովից փրկել նշանակում է Իսրայելի վիճակն ավելի բարդացնել, ցեղասպանությունը եւ տեղահանությունը երկարացնել եւս մի քանի ամսով կամ մի քանի տարով, նշանակում է Իսրայելը պետք է եւս մի քանի տարի այս ռեժիմի մեջ ցեղասպանության ապրի։ Թե այդ կառավարությունից այդ երկրից ինչ կմնա այս ընթացքում, դա շատ անհանգստացնում է նաև Թրամփին, բայց միջև Թրամփին հասնելը Իրանը բացահայտել է էլ իր մոտ։ Շպիոն, որ աշխատում է Իսրայելի համար եւ կախել է տեղում։ Կախան, այսպես։ Բացահայտում, կախում, բացահայտում, կախում։ Արդեն 1000-ից ավել մարդա կախել։ Իսրայելը ծանր վիճակում է հայտնվել։ Եվ այսպես լավ նորություն մեր համար Ֆրենկ Փալոնեն ասա, որը հայտնում է, որ արցախցիների Արցախից բռնի տեղահանվածների վերադարձը այդ բանը որոշումը, որ իրանք չէ, որոշում չէ, հայցը, որ ներկայացել են, հա, իրանք ստացել են դրական պատասխան, հա, որ դա դրվելու է էլի քննարկման Հայաստանի հայերի Արցախ վերադառնալու խնդիրը մի խոսքով օրակարգումը։ Սա համարում են քայլ առաջ։ Դրանից բացի նաև ռազմագետիների ազատ արձակումն է օրակարգի մեջ քննարկվել է նորից Ամերիկայի բոլոր 50 համայնքների ավելի լավ կարդամ էլի չօգնացեմ չեմ կարող ասել։ State Department-ը, դիտեմ հայերենով կարգանում դա։ Մի խոսքով, դա պատասխանել է, ընդունել է, որ պետք է քննարկվի նորից ակտիվացումը, ապահովել պետք է ապահովել արցախցիների վերադարձը, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատաններին, վերականգնել, պաշտպանել հայկական քրիստոնեական եկեղեցիները, հա, ոնցով թե այսքանը։ Մի խոսքով process-ը գնում է եւ Նիկոլին աշխարհլուսանք այս առումով Ալիևի հետ։ Ես ասում եմ, սա ընթացքի մեջ է, աշխատողները կան, շնորհակալություն էլի Հայդատի հանձնախմբին, մի կարգին գործ են անում, տեսնում եք, ես երբեք էս ինչքանի վերջի մեկ ամսվա ընթացքում եմ Հայդատի գրասենյակին գովել եւ ամբողջ կյանքում այսքան չէ
խոսացել իրենց մասին դրական կոնցեպցիա, կոնտեքստի մեջ էլի։ Բայց հիմա մարդին գործ են անում, կարող չասել։ Մենք էլ ուզում ենք, որ դա լինի, չի որ մենք երազում ենք, որ մեր հայկական կազմակերպությունները լինեն հակահայկական։ Չէ, հակառակը։ Ինչքան հայկական կազմակերպությունները օգնեն այս ընդհանուր գործի մեջ, մենք այնքան ավելի շուտ դուրս գանք այս վիճակից։ Եվ այսպես, իսկ այս նորությունը ընդհանրապես սպանում է, Պաղեստինը որոշել է միանալ BRICS-ին, Չինաստանի հետ։ Պաղեստինը միանում է Չինաստանի եւ BRICS-ին։ Ես ասում եմ, վերջում Իսրայելը մնալու է Ամերիկայի հետ։ Մենակ, այդ երկուսն են մնալու աշխարհում իրար որպես էներ ժամանակավոր, որովհետեւ Թրամփի մնացել է 1, 2, 3 տարի։ Մյուս տարի ընտրություններն ա, որը Թրամփը կորցնելու է եւ բանը ներկայացուցիչների պալատը եւ սենատի մեծ մասը, իսկ այդ ընթացքում չհասնեն իմպիչմենտ տան եւս 1-2 տարի կախ բադի կարգավիճակում, դե դրանից հետո արդեն մնաց վալով Իսրայել։ Եվ քանի ինքը կա, ասում եմ մի քանի երկրներ, այդ թվում նաև մեր ամերիկացի, եվրոպացի բարեկամները հիմարություն ունեցան ճանաչել Պաղեստինի պետությունը։ Սա Թրամփի խոսքերն են։ Օրինակ հիմար են ասել։ Foolishly recognize the Palestinian state. As you know, some of our European friends, several countries have foolishly recognized the Palestinian. Հիմարավարի ճանաչեցին Պաղեստինի անկախությունը։ Ձենը լսում եք, նեղացած։ Ուշ է Թրամփ։ Ուշ է։ 21-րդ դարում դուք ոգևորվելով ադրբեջանցիների հաջողությունից մտածում եք, որ նույն բանը կարող եք իրականացնել նաև Պաղեստինում։ Դուք չհասկացաք, չէ՞ որ նույն բանը փորձեց ոգևորված էլի Հայաստանում իր ունեցած հաջողություններից Պուտինը, որ կարող է նույն անել Ուկրաինայում։ Չզգացիք, որ չկարողացավ։ Դուք ո՞նց կարող եք նույն սխալը կրկնել։ 22 թվականին ինքը արեց, 23 թվականին դուք արեցիք։ Ընդ որում ինքն էլ տապալվեց, դուք էլ տապալվեցիք։ Ես ասում եմ, ամենավատ բաները փոխարկվում են մեր վրա։ Այդ ունեցած հաջողությունները ի վնաս մեզ է աշխատում, այդ իրենց ճակերտավոր հաջողությունները, հենց ու հետո շուռա գալիս իրենց գլուխներին։ Դավան եմ ասում, ով մեզ կպնի, տասնապատիկ, հարյուրապատիկ վճարելու է։ Ադրբեջանն ու Թուրքիան հերթի մեջ են։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Փաշինյան Նիկոլ, քեզ հիշացնենք մի հատ։ Այդ արժանապատվությունը, որ վեր կենանք մի հատ էս չեմ ուզում ամենավերջի բառերով, չունենք այդ արժանապատվությունը, որ վեր կենանք մի հատ էս չեմ ուզում ամենավերջի բառերով վիրավորեմ սրան։ Մենք ասենք հլը ուշքի արի, ասենք ինչ ես խոսում դու հիմա։ Վերջի ելույթը լսելով, որ ասում է 18 տարեկան զինվորների մայրերը, ծնողները ինչ են թույլ տվել գնան այնտեղ, որտեղ որ մեր հողը չէր։ Այ ապուշ, բա որ մերը չէր։ Ինչի վերկացար ասեցիր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ասեցիր, չէ, դե հիմա խոսքի տերն էլի։ Այսինքն դուրս է գալիս, որ տղամարդկություն չկա իրանց մեջ։ Մեր իշխանավորների մեջ չկա այդ տղամարդկությունը։ Տղամարդկությունը սրանց մեջ էր։ Որ գնացին հանուն հայրենիքի, զոհվեցին հանուն հայրենիքի, չնայած չգնահատվեցին։ Ձեր կարծիքով ինչու է հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրի համար պայքարելը Փաշինյանի համար անորոշ։ Որովհետև ինքը աննորմալ է։ Ես ուզում եմ սա մենք իր հետ անպայման նայենք, շատ հետաքրքիր նյութ է, շատ։ Պատերազմի ժամանակ եւ դրա ավարտից հետո հաշվի առնելով բոլոր սխալները եւ դառը անցյալը, Խորհրդային Միության ղեկավարները որոշում են, որ այսուհետ ամեն ինչ զրոյից պետք է ստեղծվի եւ արտադրվի միայն Խորհրդային Միության տարածքում։ Եվ այստեղ առաջին պլան է գալիս Հայաստանը։ Ղրղստանը չէ, Տաջիկստանը չէ, Ուզբեկստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը չէ, Հայաստանը։ Ու չնայած հայերի նկատմամբ Ստալինի անթաքույց առանձնահատուկ վատ վերաբերմունքին, նա խոստովանում է, որ այն, ինչ կարող են անել հայերը, չի կարող անել ոչ ոք։ Սա ճշմարտություն է։
Սա ճշմարտությունն է, Հայաստանը պատերազմից հետո դարձավ գիտական կենտրոն, մինչև սովետի քանդվելը։ Դեռ 1935 թվականից Հայաստանում գործող Գիտությունների ակադեմիան ընդհանրապես Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի մասնաճյուղ էր, ոչ ավելի։ 1943 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ստալինի հրամանով այն ընդլայնվում է եւ առանձնացվում է այլ Խորհրդային Միության հանրապետություններում գործող նման կենտրոնների շարքից։ 43 թիվն է ամենավճռական պահը, որ կարող էր կործանվել Սովետը, Ստալինը ըստ Գիտությունների ակադեմիան է ուժեղացնում։ Մեր պատերազմի ժամանակ այս տականքները բյուջե են քննարկում, որտեղ բանակի հզորացման, գիտության հատկացման, որ պարզ է, չէ՞ որ գիտությունով են կորցնում ամեն ինչ, ոչ մի հատկացում չավելացավ, ավելացավ իրենց աշխատավարձների ֆոնդը եւ պարգևավճարների։ Օժտվելով հատուկ նշանակությամբ ստանում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա անվանումը եւ ստանձնելով ազգային ակադեմիա։ Ստիք ֆենոմենալ է, 43 թվականին Ստալինը Հայաստանի Գիտությունների ակադեմիային տանից ազգային ակադեմիայի առանձնահատուկ կարգավիճակ հիմք է դառնում այլ գիտական կենտրոնների հիմնադրմանը։ Տեսեք ինչ հետևանքներ ա ունեցել ելնե։ 1942 թվականին հիմնադրվում է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, որի հիման վրա 42 թվականին ժո պատերազմը սով պատերազմ պարտություն նահանջ ստեսմա բանա տեղա արդեն 1943-ին հիմնադրվում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ տեղի են ունենում ատոմային էներգիայի եւ ատոմային զենքի առաջին հետազոտություններն ու աշխատանքները։ 1946 թվականին հիմնադրվում է Բյուրականի աստղադիտարանը, որը սկիզբ է դնում տիեզերքի ուսումնասիրմանը եւ նաեւ կարեւորագույն մաս է դառնում հետագայում աշխարհում առաջին տիեզերագնացության գործընթացին։ 1956 թվական Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ։ Այստեղ է ստեղծվում եւ արտադրվում Խորհրդային Միության առաջին համակարգիչը։ Առաջին համակարգիչը Հայաստանում է, Երևանում է։ Եվ այստեղ կյանքի են կոչվում ռազմարդյունաբերական բազմաթիվ նորարարություններ։ Այս պոտենցիալ ունեցող երկիրը այս շենքերը քանդելը մեջի բովանդակությունով, գրադարաններով, արխիվներով էլիտար տներս են։ Էլիտար պուտանկեքը, էլիտար պորնիկները սաունայից բացի որ կյանքներում ուրիշ բան չեն տեսել, իրաց տարել են ընդեղ էլի, դա եղել է էլիտար։ Իրաց համար էլիտարը դա է։ Հասկանու՞մ եք։ 1971 թվական Պարիս հերունու ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ։ Գիտական կենտրոնը ռադիոալիքների միջոցով ուսումնասիրում էր տիեզերքը եւ իրականացնում էր Խորհրդային Միության ռազմական եւ քաղաքացիական ավիացիայի ընդունիչ սարքերի, անտենաների եւ կոորդինացիոն համակարգերի ճշգրտում։ Պարզ լեզվով ասած, բարեկամներ, ճշգրտվում եւ համակարգվում էին ինքնաթիռների նավիգացիոն սարքերը։ 1975 թվականին հիմնադրվում է Օրգովի գիտական կենտրոնը։ Այստեղ մշակվում եւ կառուցվում է այն ժամանակ աշխարհում առաջին ամենամեծ ռադիոաստղադիտակը, որի գիտահետազոտական աշխատանքները մնում են անավարտ Խորհրդային Միության փլուզման պատճառով։ Հայերը եւ Հայաստանը բարեկամներ։ Ու գիտեք դեռ ինչ են անում։ Փարթի։ Պարիսը ունու ստեղծածն է դա։ Դա ոչ միայն չի բերում ավարտին, դա ոչ միայն չի օգտագործվում, ասենք արեն, չէ, գիտնականների հրավիրեին, ուրիշ երկրների գիտական ինստիտուտների հրավիրեին, չգիտեմ, համատեղ բան անեին, չէ։ Պլան փարթի են անում ընդ։ Նարկոտիկներով փարթի են անում։ Իրենք այդ մշակույթի կրողն են, հասկանում եք, այս տականքները ովքեր են։ Սրանք, ես ասում տականք ժողով, սա վիրավորելու համար չեմ ասում, սա մարդկային շերտերի տականքն այն, հատակային մասը, որի համար էլիտան դա սաունան է,
ոչ թե գիտությունը, ոչ թե գրատարանը, ոչ թե արվեստը, հա, դա էլիտար տունն է, ասենք, մտ հայլուն բան, չգիտեմ, էլի, ինչ ասեմ ձեզ, նյութ, բասն տականք չեն, ինչ է։ Ձեռք են բերում գիտական եւ ռազմական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային համբավ։ Գիտական եւ կրթական կենտրոնների ցուցակը սրանով չի ավարտվում։ Դրանք բազմաթիվ են, իրենց ոլորտում եզակի, նաեւ գաղտնի։ Խորհրդային միության փլուզումից հետո այդ հսկաներից մնացել են միայն փլատակներ։ Հիշում եք այս տականքի, տականք, ուրիշ բառ չի լմսան ասել։ Այս ճիվաղը, որ գնացել է գիտությունների ակադեմիա, հիշում եք ինչ ասեց։ Ասեց ես պալապ կոֆե խմողներ եք։ Սա սուրճ խմողների միջավայր է։ Ու գիտնականները լուր, խեղճ հնազանդվեցին։ Ցավոք գիտությունն արվեստը ինքնուրույն ոլորտներ չի։ Օրինակ Ամերիկայում դրանք ինքնուրույն ոլորտներ են, որովհետև գիտությունը միշտ մեծ ֆիրմաներից ինքը բաներ է ստանում, գրանտներ է ստանում որոշակի բաներ իրենց համար արտադրական մշակելու համար։ Այսինքն ստեղ գիտությունը աշխատում է ուղիղ արտադրության հետ։ Պետությունն էլ բանը զակազներ տալ, ասենք, չգիտեմ, իրան հետաքրքրող ոլորտների հետ կապված։ Բայց գիտությունը ստե քանի որ աշխատում է ուղիղ արտադրողի հետ, արտադրողներն ինչ պետք է, այն էլ մշակում է։ Բայց Հայաստանի իրականության մեջ գիտությունը, արվեստը, նույն արվեստի վերաբերյալ իրենք կախված են ուղիղ եւ բացառապես պետությունից, որտեղ արտադրություն չկա, պահանջ չկա, չեն դրվում։ Օրինակ ես որ Հայաստանում էի, ես արտադրություն ունեի քիմիական, ես պահանջը դնում էի քիմիկոսների դեմ, վճարում էի իրանց այս նյութը բանը ստանալու համար, իրանք էլ էին ուրախ, ես էլ էի ուրախ։ Պետությունը, որ ոչ մի բան չունի, ինքը դրան չի հասել։ Ինքը ներմուծ առևտուրն է, այս անասունների պատկերացումը էկոնոմիկայի մասին։ Դա առևտուրն է, ստեղից բերես առա, բերես ծախեց, ինքը բիզնեսմեն է։ Ինքը տնտեսություն ունի։ Ճանապարհները փակեց, վերջ, դու սոված մեռնում ես։ Բայց ինչ ես արտադրում, չկա։ Դրա համար են մեր գիտնականները այսպես խեղճացած ընդունեցին, որ իրանք ընդամենը պալապ սուրճ խմող են, որովհետև պետությունից փող չեն ստանում։ Պետությունը իրան շան տեղ չի դնում, ոչ մի խնդիր չի դնում, որ մի հատ լազերային ապարատ ստեղծեն հակաօդային պաշտպանության համար, որ մի հատ սուպեր դրոններ ստեղծեն, սուպեր հրթիռներ ստեղծեն, ոչ մի բան չի անում այդ առումով, չի խնդիրը դրվում, ոչ թե անողը չկա։ Գիտնականները կան, երիտասարդ գիտնականներ էլ կան, պատվերը չկա։ Ինչպես պատերազմի մեջ գտնվող երկիրը։ Ստալինը 42 թվականին Հայաստանում սկսում է ստեղծել այդ ամեն ինչը։ Մենք 30 տարի է պատերազմի մեջ ենք Հայաստանի ոչի ոչինչ։ Նույնը եւս 7-րդ տարի, իսկ այս 7 տարվա մեջ ինչ են արեց, հələ ֆիզիկայի ֆակուլտետ փակվեց։ Ֆիզիկայի, ինժեներիայի գիտությունը ընդհանրապես սպանվեց, կրթությունը սպանվեց այն պարագայում, երբ որ սովետական միության ժամանակ հասկացան, որ եթե սա պետք է արվի, դա կլինի մենակ ու բացառապես Հայաստանում, ոչ Ղրղստանում, ոչ Բելարուսիայում, ոչ միտեղ։ Այդ ամեն ինչը բերեցին Հայաստան։ Այսօր նույն Հայաստանը սարքել են քպայականների ռազմորկեքի, չասեմ ինչ են, գնանք առաջ։ Մեկը վերածվել է ժամանակակից IT ոլորտի օֆիսային տարածքների։ Մյուսը կարծես փորձում է աշխատել, սակայն անարդյունք, միջոցներ չկան։ Ճարդան, ամենը նայրիտը կտոր վաճառեցին գնաց։ Նայրիտի նման հսկան Սերժ Քոչարյանին ինչ արեցին, գիտեք։ Քանդեցին իրանց ինչ որ պետք է տարան Չինաստան, այդ կաուչուկը Չինաստանում է արտադրվում։ Այն Տիգրան Սարգսյանն են Սյուզին։ Քոչարյանի ինգերուհին, Տիգրան Սարգսյանը նախկին վարչապետը։ Այս ամեն ինչը քանդես տարավ Տիգրան Սարգսյանի աղբերն ընդեղ այդ ամեն ինչի տնօրենն է։ Չինաստանում Հայաստանից տարան բնական կաուչուկի արտադրությունը, թող դատակ պատերը։ Ու դա աշխատում է Չինաստանում, որը Հայաստանի պայմաններում Հայաստանին կբերեր թիվը լսեք
տարեկան 10 միլիարդ դոլարից ավել փող։ Եկամուտ։ Այն պարագայում, որ այդ տարիներին Հայաստանի տարեկան բյուջեն 1-1.5 միլիարդ էր։ Մենակ նայդիտը, չեմ ասում պատկերացնում եք դա ինչ էր դառնալու։ Դա բա կողքից հավելյալ արտադրությունները, որոնք պետք է օգնեին նայդիտի աշխատանքին։ Բա Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կշիռը, որ դու բնական կաուչուկի արտադրություն ունես տարածաշրջանում միակն ես։ Քանդին տարան։ Հիմա այս Քոչարյանը Ռոբերտի ոչ ասեմ, այդ պորնիկի ծնունդ։ Ինչ արեցի դու այս պետության հետ։ Դուք ես ինչ արեցիք։ Երրորդից մնացել է միայն երբեմնի համբավը։ Չորրորդը պարզապես գեղեցիկ ճարտարապետական կառույց է։ Բարես էլ քանդենք, ասեմ եկա ոչ մի պետք չի, քանդվում է։ Հիշում եք ծածկած շուկան, լփիկը ոնց բան արեց, ավիրեց, ասես կռիստանոց է։ Փոխանակ կռիստանոցը վերականգնեն, մաքրեն, քանդում են, բարես էլ են քանդել։ Գիտեք ինչ ընտիր շենք է, ինչ հյուրանոցի տեղ է։ Գիտեք սրան չեն հասնելու, բա կոնսերվատորիան մնացած ինստիտուտները չեն ուզում, հանեն թափեն դուրս։ Ակադեմիական քաղաք է, շենքերն է պետք։ Որպեսզի շենքերները հետ վերցնեն, հեշտ վերցնեն, գիտությունն է պետք սպանել, կրթությունն է պետք սպանել։ Նույնը Արցախի հետ, որպեսզի մարդկանց Արցախը հանձնեին, պետք է սովի մատնեին, թշնամություն սերմանեին։ Նույն ձեռագիրն է։ Այս իրավիճակն է Հայաստանի նախկին բոլոր գիտական կենտրոններում։ Սա Ռուսաստանի գծագրված քաղաքականությունն է, որը շարունակվում է մինչ օրս։ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հայաստանը դառնա սկզբից տարածաշրջանի, հետո արդեն աշխարհի գիգանտների հետ միասին ռազմատեխնոլոգիական եւ գիտական առաջատար երկրներից մեկը։ Ռուսաստանը շատ բան կարող է։ Բա դրա անողները հայ են, չէ՞։ Հա, օբյեկտիվորեն այտենց է։ Բայց դրա անողները հայ են, չէ՞։ Քոչարյան Ռոբերտը ո՞րտեղից եկավ։ Ռուսաստանի Կրասնոդարի բանից էր, համայնքից էր։ Չէ, Արցախից եկավ։ Սերժիկը որտեղից էր եկել։ Լևոնը որտեղից էր եկել։ Այս ճիվարը որտեղից է։ Բայց իրականացնողները ովքեր են։ Այս գիգանտները բանը ո՞ր թիվն է, որ սա այդ 120 միլիոնով ամեն ինչ վաճառեց ռուսներին։ Ես մտածում եի, կարծեմ 2004 թիվն էր, 2000-ի սկիզբներն էր։ Մտածում եմ դե լավ ասենք, հա, հիմա ռուսները կգան ներդրում կանեն, ասենք այս մաթեմատիկայի ինստիտուտը կաշխատի, գիտությունը, չգիտեմ, Մերգելյանը կաշխատի, այնտեղ ռոբոտների գործարան ունենք։ Դուք գիտեք, որ մենք ռոբոտների գործարան ունենք, ջո։ Մենք ռոբոտների գործարան ենք ունեցել սովետի ժամանակ։ Մտածում ենք լավ այդ ռոբոտների գործարանը կաշխատի, նայրիտը կաշխատի։ Ինչ աշխատի։ Քանդեցին էտելով, ռուսները չքանդեցին տարան։ Ոքի կարող տենց է սաղին պետք։ Բիզնես։ Ինչի Հայաստանում հատմուծեն, այնտեղ բիզնես կանեն, առևտուրն ավելի մեծ է։ Ինչի 10 միլիարդ տարեկան, եթե կարելի է 100 միլիարդ աշխատել։ Այս է։ Նեսոս Ռուսաստանը կարող շատ բան ուզենար։ Բա ով արեց։ Հիմա պետք է ասեն այդ ռուսին պետք է դրա բան են կարել։ Ասեք, բայց գիտեք դատարանում դա չի օգնել ուզես։ Հաղորդման վերջում ուզում եմ ձեր հոգին ու ականջները մի քիչ բան անեմ, մեղմացնեմ այն դառը խոսակցություններից ու թեմաներից, որ մենք այսօր իր հետ ունեցանք։ Իմ հետևորդներից մեկն էր ինձ այս հրաշք կատարում ուղարկել, իսկանում հասկացա իր դուստրն է, որը սովորում է, այս ասեմ, Ստրասբուրգի կոնսերվատորիայում մի հրաշալի գործ ինձ էր ուղարկել, որ ես լսեի, ես ում ձեր հետ կիսվեմ։ Ստեմ ձեզ էլ դուր կգա։
Այստեղից սկսում է երիտասարդական ավյունը։ Հրաշալի կատարման հեղինակը էս գեղեցկուհին է, ասեմ որ սովորում է Ստրասբուրգի կոնսերվատորիայում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ կատարման համար եւ խնդրում եմ, ողջունում եմ անպայման շարունակել եւ խոսքս բոլոր երաժիշտներին է ուղղված, երիտասարդ Խաչատրյանը մի օր իր հասցեություններից մեկում ասում է, ես ամբողջ կյանքում ես պարտական եմ իմ դասատու Մյասկովսկու, որ ոչ թե իրեն լավ սովորեցել է ինչպես է այդ կոմպոզիցիայով, այդ տեխնիկան, միջոցները, չէ, որ տվել ամենակարևոր խորհուրդը իր կյանքում, որ մնա քո ժողովրդական երաժշտության հետ, եւ դու կլինես լավագույնը։ Հիմա Աստված մեզ անեն շռայլ ժառանգություն ա տվել։ Ուզում եք ռոք սարքեք, ուզում եք ջազ սարքեք, ուզում եք օրիգինալ երգեք, ինչ ուզում եք, այս այնքան մեծ է հնարավորությունը մեր երգերի, ներկայանալու ձևերի մեջ, այնքան ինքը ճկուն է, ես ձեզ երաշխավորում եմ, մնացեք, կպեք մեր ազգային երաժշտությանը, ոնց ուզում եք կատարեք, ես դեմ չեմ, ռոքի մեջ եմ պատրաստ լսել, չնայած ես ռոքից իրար չեմ, ջազի մեջ էլ, օրիգինալը, ինչ ուզում եք արեք, դա լինելու է լավագույնը, որովհետև ամեն երաժշտություն իր սպառողն ունի, ու դա լինելու է ամենաօրիգինալը, Աստված մեզ տվել ու չի խնայել, մեր թշնամու թուլությունը հենց այդտեղ է, մեր թշնամին ծնկի է գալիս հենց այդտեղ, հենց այդտեղ, որ ինքը Մասիսը տենալուց սիրտը չի խփում, որ ինքը կոմիտաս լսելուց ինքը չի հալվում, ասկում եք ինքը չունի, ինքը չգիտի այդ ինչա, ինքը չգիտի ինչա այդ հրաշքը, ինքը չգիտի այդ կապվածությունը ինչա, ինքը պլաստիկ է, դրա համար էլ ասեն գիտությունների ակադեմիայի համար ոչ իվան, հիմա էլիտար բնակարանն է կարևոր, իրանք էլ են թշնամի, իսկ հայը, հային Աստված այնքան բան ա տվել, ոսենց ընկերը ոնց էր այդ հաղորդումը սարքել, չէ, հիմա պատկերացնում եք գիտնականները ինչ էլ վերապրեցին, մեր մաթեմատիկայով, քիմիայով, աստղագիտությամբ, ֆիզիկայով զբաղվողները, որ հիմա լսում են, ինչ էլ վերապրեցին իրանց մեջ, Աստված տվել ու չի խնայել մեզ ամեն ինչ, եւ ժառանգություն, եւ մշակույթ, եւ մշակութային ժառանգություն, եւ հիշողություն, եւ տարածաշրջան աշխարհագրություն, եւ գեն բնական, այսքան ունենաս ու այս վիճակին լինես, սա արդեն մեր թերությունն է, ոչ մեկից իրավունք չունենք բողոքելու, իսկ ինչ վերաբերվում է մեր աղջնակին ու մնացած աղջնակներին, 10 ձեռով կպեք ժողովրդականին, սենց կպեք ալմատներին, ինչքան քանդեք, այնքան տակը տեղ կա, ինչքան իշնեք ներքև, այնքան բաներ կբացահայտեք, ինչպես մեր կարող, Շարիկյան կարող,
Այնքան կբացահայտեք։ Անվերջանալի է։ Ու ամենալավն է։ Ես իրոք եմ ասում, ես ոչ մեկի երաժշտությունը չեմ թերագնահատում, բացարձակապես, բայց այսքան էթնիկ, ցենց խորքից եկող գանձ ոնց որ մենք ունենք, չեմ ուզում ասեմ ոչ մի ժողովուրդ չունի, բայց շատ քիչ են, շատ։ Այս լավ նոտայով էլ ուզում ավարտեմ այսօրվա համար այսքանը, լավ մտածեք։